նախաձեռնում են այդ որոշման մեջ փոփոխություններ անելու հանգամանքը։ Դուք Սրփոյի Գայլյանին գերում եք։ Տիկին Գայլյանը այդ հարցին բազմիցս պատասխանել է, ես Սրփոյի Գայլյանին ճանաչել եմ, այո, եւ Չենք շատ մարդկանց են ճանաչում, բայց չունենք ընկերական հարաբերություններ, հարցը ուղիղ է։ Հարցը քանի որ ենթատեքստ է պարունակում, ես նորից եմ կրկնում, ես նախարարին միջև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, բայց խնդրում եմ նաև մենք նույն կուրսում ենք սովորել կրիմինալոգիայի մագիստրոսական ծրագրում եւ ինչ էի ուզում ստեղ շեշտադրել, այս հարցը շատ խոսվում է սրա մասին, սակայն խնդրում եմ նաև իմ կենսագրությունը եւ տեսեք ես միջև քրեակատվական ծառայության ղեկավար լինելը որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, ես հոգեբան եմ մասնագիտությամբ հոգեբան կրիմինոլոգ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիա, որը որ հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է։ Հոգեբան ղեկավար եւ 8 ինքնասպանության Այո, դրանից առաջ ես եթե այդպես դիտարկենք, ես 2020 թվականից սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել եւ մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք 3, 2 եւ 2024 թվականին ունեցել ենք 0 ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերը աճը միանշանակ մեզ եւս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ թե որտեղ են մեր սխալները, որը որ թույլ է տալիս այս իրավիճակին։ Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաեւ իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպել այդ խնդրի հետ, իրենց կատարված արարքի այնպիսին ա եղել արարքը ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին, քրեակատվական հիմնարկը եւ այսպես ասած համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել եւ անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնը։ Պատասխանի ընթացքում դուք հետաքրքրվեցիք Նուբարաշենի գործից, այսինքն այն ծմաներից բացի մեկ այն դեպք։ Ոչ, մի քանի օր առաջ ուրբաթ օրը կարծեմ հրապարակում եղավ Նուբարաշենում աշխատակիցների միջև ծեծկրտուքի մասին։ Ես էլ եմ այդ տեղեկությունը ստացել, ասում եմ որ Նուբարաշենի բանկի Իսկ թվաց դրա մասին ենք խոսում։ Պետ Կարեն Գրիգորյանը իր կաբինետում իր օպերներ Արամ Հարոյանի կամ լավ ես անում։ Ես կարդացել եմ նյութը։ Եթե մեկնաբանությունը ձեզ հետաքրքիր, միանգամից մեկնաբանեմ։ Դրան էի պատասխանում, որ ծեծելը դեռևս պետք է ուսումնասիրություն արվի, ծառայական քննություն է նշանակվել հենց ուրբաթ օրը, իհարկե մենք դրա մասին գիտեինք մինչև հրապարակումը, այդ մասին մեզ զեկուցվել էր, ծառայական քննությունը նշանակվել է եւ քննության արդյունքներով կպարզվի, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ արտադրողական հիմնարկները ինչ ծանրաբեռնվածություն ունեն այս պահին, որտեղ մենք խոսում ենք համաներման մասին, եւ եթե շատ ծանրաբեռնված են, օրինակ հիշում բոլոր դիմախոսների, Փաշինյանի, Ռոբսի, Սպեսիֆիկ Նեխորտանի անդամից ասում, լսել արձագանքները կամ Ձեր հարցի երկրորդ մասին միանշանակ չեմ անդրադառնա, առաջին մասին ասեմ, որ քրեակատվական հիմնարկների ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է, եթե չեմ սխալվում, եւ մենք ունենք լրակազմով մինչև 4000 անձին քրեակատվական հիմնարկներում պահելու հնարավորություն։ Ես ասում եմ թվերի մասին, որոնք որ համապատասխան նախարարի հրամանով արձանագրված են։ Դեռ 4000 հոգու տեղ կա թե Ոչ, ընդհանուր լրակազմը մոտավորապես 4000 հոգու համար է։ 2845։ Փաշինյան առաջարկ է ներկայացրել, որպեսզի պատարակներից առաջ